Հայաստանում խմելու ջրի կորուստները 2025 թվականին նվազել են հասնելով 51.9%։ Միևնույն ժամանակ ոռոգման նպատակով նախատեսված ջրի կորուստները կազմել են 44.3%։ Այս մասին հայտնում են տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից, հավելելով, որ պետական ներդրումների կոմիտեն հաստատել է Հայաստանում 5 ջրամբարների կառուցման ծրագիրը։ Նախագծերն արդեն պատրաստ են, շուտով կսկսվի մրցութային գործընթացը։ Խոսքը Աստղաձորի, Ելփինի, Քասախի, Լիչքի եւ Արտիկի ջրամբարների կառուցման մասին է։ Նախորդ տարի Հայաստանը արտադրել է 10 միլիարդ կիլովատժամ էլեկտրաէներգիա։ Արևային էլեկտրակայանները ապահովել են Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի 16.3%-ը։ Երկրում արտադրված ամբողջ էլեկտրաէներգիայի 33.3%-ը վաճառվել է ազատականացված շուկայում։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հանդիպել է խոշոր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում կարևորվել է բիզնեսի հետ բաց եւ շարունակական հաղորդակցությունը, որը հնարավորություն է տալիս ոչ միայն բարձրաձայնել խնդիրները, այլև համատեղ գտնել դրանց լուծումները նոր գաղափարների եւ գործնական նախաձեռնությունների միջոցով։ Կոմիտեի ղեկավարը կարևոր ձեռքբերում է համարել նաեւ այն հանգամանքը, որ 2017 թվականից ի վեր հարկային եկամուտներն աճել են շուրջ 2.4 անգամ։ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2026-ի հունվար-փետրվարին Հայաստանի Հանրապետության բանկային համակարգում դրամարկղային շրջանառության տվյալները։ Նշված ժամանակահատվածում մուտքերը կազմել են 1.85 տրիլիոն դրամ, ելքերը 1.87 տրիլիոն դրամ։ Մուտքերը գերազանցել են ելքերը 25.1 միլիարդ դրամով։ Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը հայտարարել է Իրանի դեմ տնտեսական զայրույթ գործողության մեկնարկի մասին, որի նպատակն է առավելագույն տնտեսական ճնշում գործադրել Թեհրանի վրա։ Գործողությունը իրականացվում է Միացյալ Նահանգների կառավարության տարբեր կառույցների մասնակցությամբ։ Ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը համակարգում է միջոցառումները։ Հեքսեթը նաև նշել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է սրել ռազմական գործողությունները, եթե իրավիճակը պահանջի, եւ կոչ է արել Իրանին հաշվի առնել հնարավոր հետևանքները։ Եվրամիությունը նախատեսում է քննարկել եւ հավանություն տալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթին, ինչպես նաեւ առաջ տանել Ուկրաինային 90 միլիարդ եվրո վարկ տրամադրելու հարցը։ Վարկային միջոցների տրամադրումը մինչ այժմ բախվել է քաղաքական խոչընդոտների, սակայն քննարկում է այդ սահմանափակման վերացումը։ Միաժամանակ պատժամիջոցների նոր փաթեթի ընդունումը կարող է բարդանալ անդամ պետությունների միջև տարաձայնությունների պատճառով։ Գերմանիայի խորհրդարանը Բունդեսթագը դեմ է քվեարկել հասարակական տրանսպորտից առանց տոմսի օգտվելու համար նախատեսված քրեական պատասխանատվությունը չեղարկելու նախագծերին։ Գերմանիայում անտոմսի արտահայտությունը շարունակում է մնալ քրեորեն պատժելի արարք, ինչը երկրում գործում է դեռևս 1935 թվականից։ Փորձագիտական տվյալներով Գերմանիայում ուղևորների մոտ 3.5%-ը երթևեկում է առանց վճարման, թեև օրենքը նախատեսում է ազատազրկում, գործնականում ճաղերի հետևում հայտնվում են միայն նրանք, ովքեր պարբերաբար հայտնաբերվում են առանց տոմսի կամ ի վիճակի չեն լինում վճարել նշանակված տուգանքները։ Ռուսաստանում տնտեսական ակտիվությունը 2026-ի առաջին եռամսյակում կանխատեսելիորեն դանդաղել է հարկային փոփոխություններին հարմարվելու ֆոնին, իսկ երկրորդ եռամսյակում հնարավոր է ավելի դրական դինամիկա։ Երկրորդ եռամսյակի վերաբերյալ Ռուսաստանի բանկը կանխատեսում է, որ մանրածախ եւ կորպորատիվ վարկավորման չափավոր շարունակական աճը նույնպես հիմք է տալիս սպասել տնտեսության ընդհանուր առմամբ ավելի դրական դինամիկայի։ Սա առաջին հերթին պետք է անդրադառնա խոշոր եւ միջին բիզնեսի վրա։ Երրորդ օրն անընդմեջ ազգային ժողովը քննարկում է կառավարության ծրագրի 2025-ի կատարողականը։ Իշխող ուժի падգամավորները ինչպես նախորդ օրերին, այնպես էլ եզրափակիչ ելույթների ժամանակ վիճակագրական տվյալներ են ներկայացնում, վերահաստատելով վարչապետ Փաշինյանի ավելի վախընչեցրած սոցիալական ոլորտի չեմպիոն ձևակերպումը։ Ըստ այդ տվյալների 2018-ից 25 թվականներին Հայաստանի Հանրապետության ՀՆԱ-ի միջին աճը կազմել է 5.8%։ 2010-ից 2017 նոր աշխատատեղերի գրանցման թիվը կազմում է 100,000, 2018-ից 25 թվականներին այս ցուցանիշը կազմել է 280,000։ 2021-ից 25 թվականներին ռազմական տեխնիկայի եւ սպառազինության ծախսերը 5.4 անգամ ավել են եղել, քան 98-ից 18 թվականների սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ձեռքբերման ծախսերը։ Այսինքն 20 տարվա հետ համեմատական է։ Սա նշանակում է, որ միջին տարեկան բյուջեն ավել է
այս պայդրությամբ 22 անգամ։ Սա իհարկե նոմինալ արտահայտմամբ, իրական արտահայտմամբ կլինի 12 անգամ, ինչը պակաս տպավորիչ չէ։ Բանակի մարտունակության սպառազինության հետ կապված հակասական բազմաթիվ հարցերի պատասխանը ըստ Փաշինյանի կտրվի մայիսի 9-ի զինվորական շքերթի ընթացքում։ Այսպես ասած, քաղաքացիներին հաշվետվություն է ներկայացվելու ընտրություններին ընդառաջ։ Մի ժամանակ ասում էին, որ բանակը, չգիտեմ, անպաշտպան ենք, սահմաններ, հիմա մենք ասում ենք լավ, ժողովրդին ցույց կտանք, հիմա էլ սկսել են բանի, ինչ են ցույց տալու, չէ, ցույց չեն տալու, չէ, որ ցույց են տալու, դա չի, ուրիշ բան են ցույց տալու, էս ինչ եք խառնվել իրար, ինչ եք նորերը ցույց տալիս, հները ցույց տվեք, չգիտեմ ինչը ցույց տվեք, էս ցույց տվեք, էս ցույց ենք տալիս, որ ի վերջո տեսանելի կերպով պատասխանենք ձեր պետական պարտքի հետ կապված բոլոր թյուր պնդումներին։ Չնայած պաշտոնական վիճակագրական տվյալներին, անգամ իշխանության ներկայացուցիչները չեն հերքում, որ հայաստանյան բիզնեսում մոնոպոլիայի դրսևորումները շարունակվում են։ Օրինակ, Ադրբեջանից Հայաստան վառելիք ներկրողները նոր խաղացողներ չեն, այլ ոլորտում տասնյակ տարիներ գործունեություն ծավալող տնտեսվարողներ։ Բայց փոխվում է ներկրման մոնոպոլիան։ Այսինքն, եթե կարող էին բերել միայն Ռուսաստանի Դաշնությունից, հիմա կարող են բերել նաև Ադրբեջանից, Ղազախստանից, Թուրքմենիայից, որտեղ այդ երկաթուղին դե աշխատում է Վրաստանով, Ադրբեջանով։ Ռուսաստանից էին Այո։ Միայն Ռուսաստանից շատ փոքր քանակով բերվել է Ռումինիայից եւ Բուլղարիայից ժամանակի ընթացքում։ Հայաստանում տնտեսական աճի մասին հայտարարություններին զուգահեռ նմանատիպ տվյալներ են ներկայացնում նաև միջազգային կառույցները։ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումներով 2026-ին Հայաստանը իր տնտեսական աճի տեմպերով կլինի աշխարհի 20-յակում։ Համաշխարհային բանկը Հարավային Կովկասի տարածաշրջանում ամենաբարձր աճը կանխատեսում է հենց Հայաստանում։ «2026-ի փետրվարի վերջի դրությամբ Հայաստանում փողի բազան կազմել է 1 տրիլիոն 989 միլիարդ 920 միլիոն դրամ։ 2025-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է աճ 12.4%-ով։ Մասնավորապես Կենտրոնական բանկից դուրս գտնվող կանխիկ դրամի ծավալն աճել է 1 տրիլիոն 72 միլիարդ 362 միլիոն դրամով։